Մարդը երբ որ աշխատում է եւ իր արդար աշխատանքի վաստակն է վայելում, մարդու մեջ դրված է բարությունը եւ եթե իր խիղճը չի մեռել եւ ինքը այն կարգի ագահ չի, որ ամեն ինչ իրան է ուզում անել, անպայման ուզում է իր բարիքով կիսվել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, Աստված ինչ որ մարդուն տվել է, պետք է մաս ու բաժին հանի Աստծուն եւ Աստծուն ասելով արարչությանը։ Աստված մարդուն ինչ է տվել, տվել է միտք։ Ամենագեղեցիկ մտածումը պետք է հանձնի Տիրոջ, այսինքն Աստծու մասին պետք է մտածի, իմաստասիրի, Սուրբ Գիրքը ընթերցի։ Աստված մարդուն տվել է աչքեր, դի երկնքին նայի, երկնքի կապույտ, խիա երկնքի կապույտ, որտեվ երկինքը ենթադրում է խաղաղություն, կապույտ գույնը խաղաղեցնում է, չէ։ Այդպես էլ մարդը երկնքին պետք է նայի, հավիտենական կյանքի մասին պետք է խորհրդացի։ Աստված մարդուն տվել է լեզու, ապա պետք է աղոթք անի, ականջները Աստծո մասին Սուրբ Գիրք պետք է լսի, ձեռքեր աշխատի, վաստակի եւ բարիք գործի։ Սա է մարդու կոչումը, անգամ դրախտում Ադամին ասվեց պահիր եւ մշակիր դրախտը։ Ուրեմն, երբ որ մարդու մեջ այս բոլորը կա եւ ինքը ապրում է բարիք, այդ բարիքից ակամայից ուզի բաժին է հանում։ Այսինքն, երբ որ ինքը հարուստ է Աստծով, սկսում է իր շուրջը հարստացնել Աստծով։ Հարցը նյութական է, այստեղ չի։ Հարցը բարիք ստեղծելն է։ Երբ որ դու բարիք ունենում ես, բարիքի աղբյուր ես դառնում եւ դա փոխանցում ես մյուսներին։ Ամեն ինչ ստել բաժին ես հանում, բայց երբ որ մարդը դատար կա, Աստծով հարուստ չի, ինչքան ասում է ունեցվածքը չի չափվում նրանով, թե ինչքան դու ունես, այլ ինչքանով ես դու ապահովված ինքդ քեզ զգում, ինչքանով ես դու համարում քեզ ապահով։ Եթե դու ապահով չես, ինչքան էլ ունես, դու աղքատ ես։ Բայց եթե դու քեզ ապահովված ես զգում, այսինքն կարիք չունես, այսքան ինձ բավարար է։ Եվ մնացած ավելիով դու ուզում ես բարիք գործել, որտեղ այդ ունեցվածքը քոնը չի լինելու։ Ինչպես առակում Քրիստոս ասում է, այս որ շտեմանատ լցրել ես, այսօր հոգի դառնելու եմ, ում է մնալու այդ բոլորը։ Ճիշտ է, այդպես էլ եթե մենք բարիք ենք ունենում եւ իրապես մենք հոգեվոր բարիք ունենք, որը ուր իր նյութական եւ հոգեվոր արտահայտությունը, մենք պետք է անկեղծորեն կիսվենք ժողովրդի հետ։ Եվ մենք ինքներս պետք է գտնենք աղքատներին, կարեքավորներին, ոչ թե աղքատներն ու կարեքավորները մեզ պետք է գտնեն։ Գիտես, երբ որ դու քո աղքատին ու կարեքավորին փնտրում ես ու գտնում ես, էլ կարիք չի լինում, որ ինքը քեզ փնտրի գտնի, բայց երբ որ դու չես փնտրում ու չես գտնում աղքատին, կարեքավորին, խիղճը սկսում է քեզ հանդիմանել։ Հա? Որովհետև մարդ երբ որ աշխատում է, անպայման ինչ որ մի բան ավելանում է եւ կարող է անել, եթե ինքը ագահ չի, հա? Անպայման ինչ որ մի բան ավելանում է, անպայման։ Եվ հենց այդ ավելացածը պետք է բաժին հանել, հա? Եվ եթե դու բաժին չես անում, աղքատին չես գտնում, չես տալիս քո ավելացածը, խիղճը ներսից սկսում է տանջել, մեկ էլ աղքատն է քեզ գտնում։ Աղքատը գտնում է քեզ քո խղճի հիման վրա, որտեղ Աստված թույլ է տալիս, որ աղքատը քեզ գտնի, որտեղ դու բաժին չես անել աղքատին։ Եվ գալիս է քո թուրը ծեծումը։ Ասում է այդ քո խղճի անկյունում թաքցվածը, որ չես տվել, հանի տուր։ Դու էլ ընկնում ես խղճահարության մեջ, հա? Այսինքն քո հոգեկան աշխարհի մեջ զեղծում է տեղի ունենում։ Բայց եթե դու անկեղծ սրտով որոշակի հստակ կարգ ու կանոնով սահմանես, որ այս մասը Աստծո մասն է, Աստծո բաժինն է, չէ՞, 10-րդ ենք ասում մենք։ Հիմա քանակը կարևոր չէ, կարևորը երևույթն է, որ այս բաժինը Աստծո բաժինն է։ Սա ես պետք է տամ աղքատին, եկեղեցուն, կարիքավորին։ Սա Աստծո բաժինն է, սրանց պետք է ձեռ չտամ։ Ես նրանց մնացածի մեջ կտեղավորվեմ։
հա, եւ դա միայն նյութական բարիքը չի, հոգեվոր բարիքն էլ է։ Հնարավորության դեպքում պետք է անխրատին խրատեմ, ասում ես Գրիգոր Տաթևացին, մեղավորին ներեմ, նեղության մեջ եղողի համար աղոթեմ, սա այն հոգեվոր բարիքներն են, հա։ Այս բոլորը, որ դու անում ես, արդեն խիղճդ հանգիստ է։ Ես հիշենք, եթե մենք աղքատին չենք գտնում, աղքատն է մեզ գտնելու։ Ամեն։